Իրավապահների արձակած կրակոցից վիրավորվել են Սասնա Ծռեր զինված խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը։ Ըստ ոստիկանության նրանք խախտել են իրավապահների պահանջը եւ բարեկապահական ծառայության գնդի տարածքից կրակահերթեր են արձակել։ Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց։ Սասնա Ծռեր խումբը տեղեկացնում է, թե Արայիկ Խանդոյանը ստացել է մկանային վիրավորում։ Նա կտեղափոխվի հիվանդանոց, թե ոչ, ժամը 20-ի դրությամբ հայտնի չէր։ Ավելի վաղ լրատվամիջոցների հետ կապ հաստատած պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը բարձրաձայնել է տարածքում թռչող անօդաչու սարքի մասին, որն իր ենթադրությամբ ռումբեր է նետում։ Հետագայում դրանք պայթեցնելու նպատակով։ Մինչ կլիներ ոստիկանության հաղորդագրությունը, կրակոցների մասին ահազանգում էին սարիթաղցիները։ Ոստիկանները առաջ գնալ չեն թողնում։ Հիմա տեսեք, մենք պետք է այստեղից նկարահանում իրականացնենք։ Ռեժիմային գոտի է կրակում են։ Ձերից բոլորս անվտանգության խնդրում ենք վերևից նկարել։ Հա, հենց այդ իսկ կրակելու հետ կապված մի քիչ առաջ այդ դիպուկահարները, որ հա, այստեղ տեղեկայված են եղել անօդաչուններ թռչող սարքերի հետ կապված։ Այստեղ հարմար տեղ է, որտեղից կարող։ Իսկ Խորենացիում ցերեկային ժամերին հերթապահում են միայն ոստիկաններն ու լրագրողները։ Երեկոյան սպասվում է հավաք Ազատության հրապարակում։ Սասնա Ծռերի եւ իշխանության միջև բանակցությունները մնում են ընդհատված։ Սասնա Ծռերը վստահեցնում են, այնտեղ գտնվող բժիշկները կարող են հերթափոխով փոխվել։